Պարոն Սահակյան, ինչպես կմեկնաբանեք այն ամենը, ինչ կատարվում է առհասարակ այս վերջին օրերում, եւ հետո արդեն մանրամասնենք Սրբազանի հետ կատարվածը։ Բացի թողություն, այսինքն լրիվ սանձերը բաց են թողել եւ կարծես որ չեն թաքցնում ոչ նպատակները, ոչ մեթոդներն են արդեն ընտրում, այլ պարզապես գնացել են հարձակման կալանավորելով բոլոր պոտենցիալ հակառակորդներին տվյալ դեպքում ընդդիմության շարքերից մարդկանց։ Իշխանությունը լկտիացել է վերջին աստիճանի արդեն հասեր եւ ուղղակի անում է այն, ինչ ուղղակի ուզում են անել։ Կարող են ենթադրել, որ իշխանությունը իսկապես վախեցած է։ Կարող է շտապում է, կարող է վախեցած է, կարող է եւ պրագմատիզմ բավականին մեծ կա ուրակարգը թելադրելու նորից եւ ցույց տալու այդ մուսկուլներով խաղալ, ցույց տալ դրսի իր իրենց տերերին, որ իրանք կարող են ինչ-որ հարց լուծել երկրում եւ իրենց ձեռքում է գտնվում բոլոր լծակները եւ հնարավորությունները։ Կարող է դա է իրանց պարագան շատ դժվար է կռահել, թե ինչով են ուղղորդվում կամ մեկ նպատակ վերացնել Հայաստանի Հանրապետությունն, որպես այդպեսի, որ կար ինչ օրս եւ սարքել պարզապես թուրքական ինչ որ մի վիլայետ դա կլինի, իսկ եթե թույլ տան վիլայետ ստանանք, կարող է ուղղակի ոտնատակի ուղղակի ավազ դառնալ։ Լավ, վերջապես այս ամենի հանգուցալուծումը ինչպես եք տեսնում, մինչև 2026 թվականը այսպես պիտի ձերբակալություններ լինեն։ Պրոցեսը անընդհատ պետք է կարծում եմ լինի, պայքարի մասին է խոսքը եւ պետք է պատրաստ լինել պատրաստ լինել եւ ընտրությունների եւ ոչ ընտրությունների բոլոր պրոցեսների, որոնք հնարավորություն կտան լեգիտիմ օրինական ճանապարհով ձերբազատվել սրանցից, պետք է օգտագործել։ Շնորհակալ եմ։